Ռոբերտ Քոչարյանի որդին այլևս նիստերի չի գալիս։ Առաջինն է որ չի գալիս, դուք ասացիք որ գա նիստերի դահլիճ, ապա պատասխան է տա նախ վերբալ, ապա կհասկանաք ինչ պատասխան պետք է տա, ինչի մասին է խոսքը, Նախ եւ առաջ, չէ, պետքա ներողություն խնդրի։ Միայն ինքը։ Իհարկե։ Իսկ Արսեն կներեք էլի 1000 ներողություն, բայց ազգային ժողովի փոխնախագահին ինքն է վիրավորել։ Այն դեպքում, երբ ազգային ժողովի փոխնախագահը իրան չէր վիրավորել։ Ինք մի վարքյան խնդրում մի ընդհատեք ինձ խնդրում։ Ինքը խոսում էր, ունենում էր շատ այսպես ասած ծայրաստիճան վիրավորականի ու առհասարակ պարկեշտի սահմանին ուղղակի ելույթ, իրան ոչ մեկ տեղից ոչինչ չէր ասում։ Բոլորը լուր լսում էին ինչպես հարկն է վարվել պարլամենտում։ Նույնատիպ, նույնական, առանց էսկալացիայի մի գրադուս անգամ բարձրացնելու, լրիվ նույնական ելույթ արդեն հակընդդեմ ունենում էր Հակոբ Արշակյանը։ Եվ ինքը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանի փոքր տղան լինելը իրան իրավունք է վերապահում, որ ազգային ժողովի փոխնախագահին անվանի լակոտ։ Հիմա կներեք 1000 ներողություն, արդյոք դա հանդուրժելի է խորհրդարանական երկրում։ Իհարկե ոչ, եւ իհարկե պետքա պատասխան տա։ Մեր ընդդիմադիր ես հիշում եմ ձեր հարցը։ Ես ձեր հարցը հիշում եմ, կպատասխանեմ։ Մեր ընդդիմադիր գործընկերները պարբերաբար անցնում են բարեկրթության, վիրավորանքի եւ մնացածի շեմը։ Շատ հաճախ նրանց հաջողվում է դրանով այնպես անել, որ մենք իջնենք ու իրենց պատասխանենք հենց իրենց մակարդակում։ Արդյոք դա լավ է, իհարկե լավ չի, բայց մենք չենք կարող, շատ հաճախ չենք կարողանում ինքներս մեզ այնքան զսպել, ինչը վատ է իհարկե, բայց հանուն արդարության ինձ թվում է բոլոր մարդիկ էլ ունեն կոնկրետ շեմ, որից հետո ուղղակի չեն կարողանում իրենց զսպելու այդ լկտի, անպարկեշտ վիրավորանքներին եւ մնացածին շատ հաճախ ուղղակի հնարավոր է ինչ-որ մի պահի պատասխանել վիրավորանքով։ Լավ է դա, իհարկե լավ չի։ Բայց հիմա այդպեսին է։ Թորոսյանի դեպքը խնդրում ենք մեկնաբանեք, երբ որ ազգային ժողովի ամբիոնից հայհոյանք է, հնչում։ Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի հայհոյանքը, հայհոյանք հնչեցրել է մենակ Լևոն Քոչարյանը։ Ոչ, ասած։ Ոչ, Լևոն Քոչարյանը չի հնչեցրել, հնչեցրել է, չէ, հնչեցրել է։ Ոչ ամբիոնից, հա, ոչ ամբիոնից։ Հա, դահլիճում հնչեցրել, այսինքն խնդիրը ամբիոնն է, չէ, մի վարքյան, այսինքն խնդիրը ամբիոնն է։ Չէ, խնդիրը ամբիոնն է։ Հայհոյանքը լսել է շատ քիչ մարդիկ, քանի որ Ով ասում քիչ, ձեր բոլոր մեդիաներով դրվել է։ Ասում եմ, այո, տեղում լսել են քիչ մարդիկ, բայց պարզվեց, որ իրանք դա չեն արել, որ դա լսվի քիչ մարդիկ։ Հենց դրա համար է, որ Լևոն Քոչարյանն իր խմբակցության կին падգամավորին խնդրել է մոտիկից նկարել իրեն, որպեսզի հետագայում հենց իրանք տեղադրեն դա իրանց էջերում, падգամավորի նկարած վիդեոն։ Ոնց է հայտնվել մամուլում։ Իրանք են փոխանցել, այսինքն ինքը ուզեցել է, որ դա բոլորը տեսնեն, լսեն, հետեւաբար ինչ տարբերություն։ Բայց ամբիոնից որ ասում եք, չէ, կներեք, Արսեն Թորոսյանը, որ ասում եք հայհոյի, հայհոյանքը ինքնին ունի բառարանային իմաստ եւ ոչ բառարանային իմաստ, էլի այդ բառարանային իմաստով Արսեն Թորոսյանը էլի մարդ է, ով ուղղակի հունից դուրս է եկել մեծ հաշվով։ Հայհոյանքին ի պատասխան, կներեք, հայհոյանքին ի պատասխան, հնչած հայհոյանքին ի պատասխան բան արել։ Վերարտադրել է, որ նայեք, տենց ուղղակի ի պատասխան տենց բան արել։ Լավ է թե վատ, իհարկե վատ է, բայց հենց սրա մասին է խոսքը, հա, ժողովուրդ ջան։ Հենց կներեք, ժողովուրդ ջան, տիկին ես հասկանում եմ, որ օրինակ եկեք հարցերը խմբավորենք, էլի TV5-ը եւ Ազատությունը մեկական հարցի իրավունք կստանան, հետո մյուս լրատվականներն էլ էլի մեկական հարցի հնարավորություն կստանան։ Այս խմբավորված այդ հարցերը տանք։ Կներեք, դուք մի քանի հարց տվեցիք, հիմա մյուս լրատվականները TV5-ից էլ կա այս խումբը ավարտելու համար։ Հա, խնդրեմ TV5, խնդրեմ։ Չէ, խմբավորենք հարցերը, կներեք։ Չէ, դե որտեղ մյուս լրագրողներն են ուզում հարցեր տալ։ Դե բայց դուք արդեն հարցրել եք։ Ինչ։ Չէ, դուք առանձին հարց տվեցիք, բայց լավ պնդեք։ Հերթագրվել է բոլոր դեպքերին ազգային ժողովին եւ արդեն Պարտաճանը գալիս է ջամին, որովհետեւ իշխանական չի չնում եւ չի հանդիպում իր հետ, նա ուզում է քննարկել իմպիչմենթի անհրաժեշտության հարցը։ Տեսեք, դուք ազատություն լրատվականի լրագրող եք։ Չէ, մի վարքյան էլ եկեք հստակեցնենք։ Դուք ես որքան հասկանում եմ, դուք լրջորեն, դուք չէ, հա, ավարտեցիք, ասում եք ինչի չեք իջնում կամ ես պատրաստ եմ իջնեմ, թե չէ։ Ահա, շատ լավ, հասկացա, մի վարքյան հիմա բացատրեմ։ Դուք որքան ես հասկացա, չգիտեմ, որ ազատություն լրատվականի լրագրող եք ու որքան հասկացա, դուք բավականին լուրջ ու հետամուտ կերպով հետևում եք Էդգար Ղազարյանի գործունեությանը եւ լավ եք անում, որտեւ այո, քաղաքական
Այո, չէ, կոնկրետ այս դեպքին հետևում եք, բոլորին եք հետևում, լավ եք անում, բայց այս դեպքին էլ եք հետևում, ճիշտ է։ Այսինքն դուք լսել եք Էդգար Ղազարյանը ոնց է իմ մասին արտահայտվել օրեր առաջ, ինչ բառեր է ասել, ոնց է այդ հանդիպումը մոտավորապես նկարագրել ու այստեղ գալիս եք, ինձ ասում եք ոնց եք վերաբերվում, ինչի չեք իշտում, այդ լուրջ եք ասում։ Օրինակ ձեզ, որ ինչ-որ մեկը առաջարկի հարգելի Գայանե, ասի եկեք իրար հետ գնանք հանդիպենք, մի լագյան ուտելիք կտամ, դուք այդ ոչի հանդիպման կգնաք ու հարցազրույց կվերցնեք կամ հետո որ գալիս եք այդ հարցը տալիս եք ինչ պատասխան եք ինձնից ակնկալում։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում, որ գաք ինձ հարցնեք, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը, թե չէ կամ առհասարակ ինչի չենք հանդիպում։ Ես իր նամակին այո, նորմալ արձագանքել եմ իդեպ առանց Իհարկե, ասել եմ, որ եթե ես չեմ պատրաստվում միանալ իրենց գործընթացին, բայց եթե իրենց հաջողվի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ դարձնել տեխնացու, խոստանում եմ, որ այդ նիստից հետո կներեք, խոստանում եմ, որ այդ նիստից հետո իրենք կգնան քաղաքական թոշակի։ Այդ եմ պատասխանի առանց վիրավորանքի, առանց անհարգալից բառի։ Դրանի պատասխան ակնհայտորեն հնչել է իմ հասցեին վիրավորական արտահայտություններ։ Դուք հիմա ինձ գալիս եք ասում եք քիչ եք հանդիպ։ Լուրջ եք ասում, ժողովուրդ ջան, դե չի կարելի տենց ասեք։ Պարոն Ղազարյանը դա նշում էր ասելով, որ ձեր Այսինքն դա նշում էր։ ասում էր Ինչն էր նշում։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում, առհասարակ կարելի է տենց բան նշել։ Ղազարյանը նշում էր, որ Ինչն էր նշում։ Ինչը չենք հասկացել։ Չէ, Ես դրա համար չեք կներեք ժողովուրդ ջան, չգիտեմ ես դուք ինչ շրջանակներում եք շփվում, ինչ շրջանակների հետ եք բանում։ Իմ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների շրջանակներում ոչ մեկ լագյանով չի լափում, եթե տենց ձեր շրջանակներում դա ընդունելի բան է, խնդրում եմ տենց մեզ մի վերագրեք այդ հարցը։ Ուսում եք այս բառը, այսպես քաղաքական խոսքը հենց այս իշխանության օրոք այդ մակարդակի իջել, այսինքն այդ ազգային ժողովի ամբիոնից ենք մենք լսել լափման բառը, լափել բառը։ Չէ, կներեք, դուք մեդիա հաբի լրագրող եք, այդ լափել բառը մենք առաջին հերթին լսել ենք ձեր բանի հետ խիստ փոխկապակցված Արթուր Վանեցյանից։ Երբ որ Արթուր Վանեցյանը ասուլիսներ էր տալի ու բացատրում էր, թե Ռոբերտ Քոչարյանը քանի միլիարդ է լափել, հետո ներկայացնում էր, որ կներկայացնի հեսա կոնգրեսը ոնց են լափել, այս մեկը որ ձեզ աթվում որ չի ասել է։ Տուշոնկեքը որ Բանվել Գրիգորյանի գտնում էր, այդ լափ բառն էր։ Այո, Արթուր Վանեցյանը ժողովուրդ ջան։ Կարող է ԱՑՊ-ը բաները, տենց ինչ ան, մուրացկաները, տենց փողոցում կանգնած մենք իշխանություն ենք, ԱՑՊ-ը իշխանություն չէր։ Այո, բայց ես հենց այդ եմ ասում եմ այդ Արթուր Վանեցյանը հիմա որ էլ իշխանություն չէ, արդեն այդ ամեն ինչը հաշիվ չի մեդիա հաբի համար, լուրջ եք ասում։ Ո՞վ է թիրախավորում։ Ո՞վ է թիրախավորում, բայց ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Ժողովուրդ ջան, ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Անդադար ասեք մեդիա հաբ Վանեցյան։ Բայց դա եղավ թիրախավորում։ Բայց լրագրողին ինչ եմ ասում։ Ամենայն այսինքն լրագրողը ճնշվում է, որ ինքը Արթուր Վանեցյանի լրատվականում աշխատում։ Եթե ճշմարիտ է, թող չաշխատի, կներեք։ Բառավոտից իրիկ ուղի եք շեշտում, որ CVK-ը քաղաքացիական պայմանագրին է պատկանում։ Եք այտենց այդ սաղիթ կարելի է շեշտել, ինձ չի կարելի շեշտել, որ մեդիահաբը Արթուր Վանեցյանին։ Թե ձեզ թվում է, որ այդ ձեզ կարելի է, որ բան չմնացածին չի կարելի։ Ասենք կարելի է նշել, որ TV5-ը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խիստ մերձավորներին, որի տերը իդեպ դատվել է, որի տերը իդեպ ձերբակալվել է օկտեմբերի 27-ի գործով, չէ։ Հա կարող է, կարծեմ։ Պարոն Ալեքսանյան, հարցից խուսափելու լավագույն տարբերակը միշտ հիշելն ու Իմպիչմենտի անհրաժեշտության մասին խնդրեմ, ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնել։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան, կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ, եթե սարսափած չեն, քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց թող գան։ Բայց իրանք սարսափած են ու իրանք չեն Քոչարյանին որ որպես Դե որ կա, դե հիմա տենց սփոյլներ, դե հիմա ասեմ մեկ էլ վաղը մեսօր գան այդ հարցին պատրաստված 4 քաղաքականությունից են սարսափում, պարլամենտարիզմից են սարսափում։ Ռոբերտ Քոչյանը մտավ խորհրդարան, իր գլխավորած թիմը մի բան է, ժողովուրդ ջան, իր գլխավորած թիմը մի բան է, ինքը անձամբ այլ բան է։
Ես ձեզ վստահեցնում եմ, Ռոբերտ Քոչարյանը սարսափում է։ Այս խորհրդանի առաջ ժողովուրդ ջան, հասկանում եմ, կներեք, ես հասկանում դուք Ռոբերտ Քոչարյանի բանի ալիքի էլի հերթական ներկայացուցիչ եք, բայց իմ խոսքը մի ընդհատեք, չի կարելի ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մի ընդհատեք։ Ձեր ցավը տանեմ, հարգելի, սիրելի լրագրողներ։ Ես պատրաստ եմ 3 անկեղծ ամենայն անկեղծությամբ պատրաստ եմ 3 ժամ բոլորիդ հարցերին պատասխանեմ, բայց ինձ մի ընդհատեք։ Պայմանավորվենք։ Կներեք էլի։ Պարոն Քոչարյանի նման ջղագեստ կապվածքի պատճառը ինչն էր, արդյոք դրա նախորդին ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումը նրա որը պատկանող, նաև իրենց ընտանիքի պատկանող ապօրինի գույքի թվարկումների եւ անծայրածիր հարստության։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե։ Դա պատճառներից ամենամեծն էր որպես այդպեսին ու չի կարող այդպես չլինել, որովհետեւ գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել դուք մեր ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը 200 միլիոն դոլար է պահանջվում այս պայդրությամբ, կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ որ տենց էս բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, 200 միլիարդ դոլար հասկանում եք, ինչի մասին եք խոսում, ժողովուրդ ջան, 200 միլիարդ դոլար մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք տենց աշխատել ենք, այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչարյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ էր առնում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից էին բերել։ Հյուսեին Պողոտա ինչքան աշխատասեր։ Այդ աշխատասիրության թեման էս վերջորին հեչ լավ բան չի, եկեք չբացենք էլի ժողովուրդ։ Ներողություն դուք ասեցիք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են պարլամենտարիզմից։ Ձեզ հարց, երեք ազգային ժողովի ներսում տեղի ունեցածը պարլամենտարիզմի ցցուն օրինակ էր։ Իհարկե ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որդին պարլամենտարիզմի ցցուն օրինակ չի կարող հանդիսանալ։ Ժողովուրդ ջան, ես մի քանի անգամ ասում եմ, որ շատ հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր падգամավորների լկտի, փողոցային հայհոյանքների, սադրանքների ու վիրավորանքներին ի պատասխան մենք որպես մարդ ուղղակի պահի տակ չենք կարողանում մեզ զսպել ժողովուրդ ջան ու ի պատասխան նույնի շատ ավելի թեթև եղանակներով փորձում ենք բանանել ում են հայհոյում Փաշինյանը ինչից դուքունից դուրս եկավ ու համբալած դե ժողովուրդ ջան լավ դե հիմա ձեզ էլ որպես լրագրող շատերը ասում են վարձու գրչակ հիմա ամեն անգամ դա բանան ենք ժողովուրդ ջան լավ էլի վերջացրեք դե օքեյ ընդդիմությանը համբալ Այ ընդդիմությունը իր համար նստած իր համար հաց ու սոխ էր ուտում, երբեք ոչ մեկի չէր վիրավորել, տենց բեմականացված կախաղաններ ու բաներ չէր բանարել, կարաք ինձ չընդհատեք։ Չէ, ես օրինակ կուզենամ, ես անկեղծ այնքան կուզենամ տենամ, Գայանե ջան, մի օր օրինակ դուք հակին գնաք հարցեր տակ, ասեք Լևոն Զուրաբյան, այդ ինչ կոնտեքստով եք դուք այդ ամեն ինչ ասում։ Դուք որպես խոսքի, չգիտեմ, եկակուսակցության, ինչ կապ ունի։ Եղավ։ Միանշանակ, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ամեն օր Բայց ինչ կապ ունի ժողովուրդ ջան, ես ամենայն հարգանքով, բայց այդ ձեր մոտեցումը, որ ով իշխանությունն է, իրան պետքա սենց լուսաբանել, ով ընդդիմությունն է պետքա սենց լուսաբանել։ Դուք եղավ, հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, եթե դիտում եք այս ճեպազրույցը, արձագանքեք, արդյոք Ազատություն ռադիոկայանը ըստ ձեզ հավասարաչափ օբյեկտիվ է լուսաբանում իրականությունը։ Բայց առանց թիրախավորելու, առանց վիրավորելու ու առանց որևէ բանի, ուղղակի կարծիքի հարցումը, արդյոք դա օբյեկտիվ է թե չէ։ Եթե դուք ասում եք, որ իշխանությունը չի կարող Այո, ձերն էլ է լուսաբանում։ Հա դե ձեր ընդդիմության շարժումներն էլ է լուսաբանում եւ Այդ բաներ, դրա լուսաբանում էր դաշտակ չէ իհարկե, բայց ես ասում եմ չպետք է լուսաբան։ Ժողովուրդ ջան։ Վայ, ես հասկանում եմ, որ ակնհայտ է, որ շատ դժվար է, երբ որ դուք ստիպված եք հարցը տալ ու լսել պատասխան ժողովուրդ ջան, բայց այն որ անընդհատ ընդհատում եք, դրանից բանը ձեր ասացի բովանդակությունը չի փոխվում, իմ ասացի բովանդակության իմաստը չի ցածրանում։ Պարոն Ալեքսանյան, ես հասկանում եմ, որ ես չեք կարողանալու որևէ քաղաքական ուժի հետ կապել, բայց խնդրում եմ իմ հարցը լսել։ Հա, ճիշտ է, չեմ կարողանալ։ Դե դրա համար խուսափում եք։ Չէ, միշտ
Երբ եմ խուսափել ձեզ հարցազրույց տալուց։ Տեսեք, դուք որ ասում եք, այ ընդդիմությունը սադրեց, արեց, հայրեց եւ մենք էլ մարդ ենք, մենք էլ պետք է ինչու եք դուք այդպիսով փորձում արտանալ, չէ՞ որ իշխանությունը դուք վերջացնում արդեն։ Չէ՞ որ իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի, հավասարակշռված լինի, իմանա այդ քաղաքական պաշտոն զբաղեցնելու գինը, նաեւ ինչ որտեղ լռելն է ցուցաբերի, հա, այսպես զսպվածություն, բայց դուք միանգամից ընդդիմությանը պատասխանում եք եւ արտանում եք, որ իրենց բառապաշարը մենք հակադարձեցինք, դա ինչքանով է ճիշտ, այո, ավարտեցինք։ Իհարկե, սխալ է ընդդիմության մակարդակը իշտելը եւ ես ձեզ անկեղծորեն ասեմ, եթե դուք ուղղակի ինչ որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք ուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում միջև մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում միջև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է, որովհետև ես վստահեցնում եմ, եթե մենք արձագանքեինք նույնքան, նույն չափ ու սիմետրիկ, դա ուղղակի մի չգիտեմ ինչի կվերածվեր։ Չէիք հասցնի այդ ամեն ինչը լուսաբանել։ Առավոտից չէ, շնորհակալ մի եղեք, մենք ինքներս մեր վրա մշտապես պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին եւ մնացածին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել, բայց միանշանակ է, հարգելի գործընկերներ, որ ես բացառում եմ, որ ինչ որ մեկը առհասարակ, ինչ որ մի կենթանի մարդ կկարողանա առհասարակ չարձագանքել ու կամ առհասարակ հունից դուրս չգալ ոչ մի պարագայում, այս ամեն ինչը լսելով։ Կներեք, կներեք ով է հարց, մի հոգի, խնդրեմ։ Ինչու հունից դուրս եկավ, ընդհանրապես կոռուպցիայի մասին էր։ Ընդհանրապես կոռուպցիա, չէ։ Նիկոլ Փաշինյանը բարկացավ, համբալներ ասաց նրանց։ Ում ասաց համբալ։ Դուրս կշպրտեմ զուր։ Ընդդիմությանը ասաց համբալ։ Այդ ասում եք ընդհանրապես կոռուպցիայի մասին էր հարցը հնչում։ Հասկանում եք, հարգելի քաղաքացիներ եւ հարգելի լրագրողներ, դա առհասարակ մարդու համար իհարկե պետք է տան, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ, երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց, որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը, եւ երրորդ 100,000 անգամ ներողություն, էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ էլ դիսոնանս է առաջացնում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք այ ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց խեն այսքան ակտիվացել, բա խեն օրը 5 հատ լրատվական բացում։ Ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, ես չէ, ժողովուրդ ջան, ներկա կոռուպցիա եթե կա, ես ես վստահեցնում եմ, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիային դժվար է գտնել, բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի դեմ կներեք ավարտեմ, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակա դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք ընդունել։ Բա վերահսկել են, որ չեն ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այ շաղախը ոնց որ լավ չէ։ Վերջում գալիս են մի վարքյան ավարտ, ժողովուրդ ջան։ Ու այդ որ ասում են մանկապարտեզ կոռուպցիա եւ մի հատ ուզում եմ հիշեք էլի այդ ինչից սկսեց այս մի վարքյան խնդրում եմ ավարտեմ ինչից սկսեց այդ ամեն ինչը սկսեց նրանից որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները ու թութակի պես սկսեցին կրկնել Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները կախիչից սկսած ամեն ինչ սկզբից հիշում եք ինչ էին անում սկզբից մի վարքյան սկզբից ձեռ էին առնում ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ չտանում, որ ստուգում է, որոշեցին իրանք է գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանց համար կրկնօրինակ առարկա է։ Իրանք պետքա նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դա պետք է անեն շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին։
Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են, քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Վարչության անդամ Ով ուզում է լինի ինձնից սկսած։ Ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիայի մեջ։ Փաշինյանից ու ձեզնից սկսած։ Նիկոլ Փաշինյանից է սկսած։ Եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում։ Ու կամ այս քաղաքական թիմին չեք լավ ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք, կամ ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին։ Չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար, օրինակ, պարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց, դատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ թաթախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Այլ բան ասեմ։ Ինչն է շատ։ Անիվի դեպքում կարծես այսպես հապաղում կա։ Հապաղումը, Ժորժ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում, իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ, հա, գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերեն եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով, գիտություն ընդունելով, չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ օրինակ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր դնի Աժամբյոնից հայոյան քնչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, ասենց պրոյեկտել է նույնական Ժորժ ջան, մի վարքյան։ Նույնական արձագանք է տվել, մի քանի աստիճան էլ ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա կամ որ առհասարակ բանը հասել է դրան, իհարկե լավ չի։ Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ, երբ փողոցային լինելը ու լպիրշությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում է։ Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից դրա համար։ Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի այդ համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչին այնքան դիմանալ, ինչքան որ մենք Լևոն Քոչարյանն էլ էր մարդ եւ նրա պապուն թուրք էին ասում։ Դրա համար հիմա Չէ, կներեք էլի, մի վարքյան նյուանս կա այստեղ։ Հազար ներողություն, այստեղ նյուանս կա, հեսա ձեր հարցին կգամ Կորոնջ։ Այստեղ մի հատ նյուանս կա էլի, հարգելի գործընկերներ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է, մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքներ։ Իրան ոչ մեկ չի ընդհատում տեղից։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետքա տալ։ Ասում է ազգային ժողովի ամբիոնից, ասում է ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ մի բան գլխին չի տալիս ու չի գոռում տեղից, չի ասում այ լակո։ Ասում է հաջորդը ելույթ կունենա Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է պարոն Քոչյան, մարդիկ, ձեր հորը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտումը ուզում է ցույց տա, որ դա վատ է չի։ Դա վատ է։ Փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի ամբիոնից կրկնել։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ։ Մի քայլ ավել չի գնացել Հակոբ Արշակյանը։ Նույնական հենց մարդիկ օրինակ դա կեղծ լուր է հրապարակվել։ Այդ բա որ մեզ ասում են թուրք դավաճան, դա կեղծ լուր չի, հա։ Դա գնահատական է ձեր Հա, իսկ այն մեկը բան չի, հա, տենց։ Կոնկրետ ինֆորմացիա։ Դե ժողովուրդ լավ էլի, գնահատականը, հա, օքեյ, հա, շատ լավ։ Եղավ գնահատականը։ Դե հիմա պատասխանեմ Նարեկին, հետո ասելու են ինձ չեք պատասխան, ինձ է մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկը ինձ մեղադրի։ Նարեկը լավ լրագրող է։
Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխանա տալ Հակոբ Արշակյանն, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահին ասի լակոտ, եք կներեք 1000 ներողություն ժողովուրդ ջան։ Այդ ով է տենց բան ասել առհասարակ որ կարա։ Չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց է դասավորվել այդ իրավիճակը։ Ուզում եմ մի անգամ է շեշտել, երբ որ ինքը ելույթ էր ունենում վերջին այդ վիրավորանքներով, մենք դրան տեղից չենք արձագանքել։ Չենք արձագանքել, ոչ մի բառ դրեք զապիսը հետ տվեք, նայեք ազգային ժողովի նիստերի, ոչ մի բառ չենք ասել։ Բայց այստեղ մի նյուանս կա, ելույթում ախր ուրիշ բան ասում է, ձեզ որ արդեն ասում են Թուրք Դավաճան արդեն համակերպվում եք, ռեակցիա չեք տա։ Այսինքն ինքը ուզում է որ այդ ռեակցիան լինի։ Փաշինյանն ասել էր թուրքը վիրավորական չի բան։ Ժողովուրդ ջան, թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ձեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում Թաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում իրար վիրավորելու համար օգտագործում են այ հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի դա։ Այ հենց դրա համար է ասել վարչապետը, այ հենց դրա համար է ասել վարչապետը, որ դա նորմալ չի։ Որովհետև օրինակ որովհետև վարչապետը եթե ասի, որ ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են թուրք, վաղն էլ օրինակ Թուրքիայի նախագահ բա որ կանգնի ասի, ես վիրավորվում եմ, երբ որ ինձ ասում են հայ։ Այդ ձեզ համար նորմալ կլինի։ Վարչապետը պետություն է ներկայացնում, ժողովուրդ ջան, ու վարչապետը իրան չի կարա թույլ տա այնպիսի բաներ, ինչպիսին կարան իրանց թույլ տան տարատեսակ աշխուժակներ ու մնացածներ։ Ու Հայաստանի Հանրապետության Ես նորից եմ ասում, առհասարակ ցանկացած ազգություն անուն օգտագործել որպես վիրավորանք, դա նորմալ մարդու անելու բան չի։ Նորմալ մարդը նմանատիպ բան չի կարող ուղղակի որպես այդպեսին անի։ Ներողություն, պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա, որ Արսեն Թորոսյանի կողմից մանդատը վայր դնելու հիմքեր չեք տեսնում։ Ոչ, ես չեմ տեսնում նմանատիպ հիմք։ Այսինքն Հայոյան քնչեցնելը նորմալ է։ Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի որդին, հուսով եմ իրան այդ հարցը կտա, կարծեք ինքը նորմալ համարում է թե չէ, ու պատրաստվում է մանդատը դնի թե չէ։ Վստահ եմ, չեմ կասկածում, անկեղծ չեմ կասկածում։ Եվ դուք էլ եք կարծում, որ վենդետա պետք է լինի։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ Քաղաքական վենդետա։ Դե քաղաքական իրավական վենդետան դա ուրիշ եզրույթ է, վենդետան առանց այդ քաղաքական ու իրավական նավթիրների որպես այդպեսին շատ դե քաղաքական վենդետան այդ ելույթներն էին օրինակ, կարաք տենց համարեք, այդ ելույթները մեր ունեցած ելույթները քաղաքական վենդետա էին։ Իրավական վենդետան էլ առհասարակ տեղի ունեցող process-ն է, երբ որ $200 միլիոն գույքը հեսա ստիպված պետք է կուզեկուզ կարողանում ենք, որ չկարողանանք, այսքան չէին ակտիվանա, 500 հատ լրատվական չէին բացի, այդքան փող չէին թափի, որպեսզի կարողանային դրանից խուսափել, բայց չեն կարողանալու վերջի վերջ։ Ինչ եք անում այդ ենթադրյալ լրատվամիջոց բացված լրատվամիջոցների։ Ինչ պետք է անենք, թողնում ենք, որպեսզի ազատ գործեն ու 30 Թորոսյան։ Ներողություն Ալեքսանյան։ Ինչ է նա այդ մամուլը այդ ձեր ասած այդ 500 լրատվամիջոցը գրում է որ ոչ սա օրինական է, ապօրինակ է, եւ դուք կաշտկանդվում եք իրավապահ համակարգ այդ հրապարակումներից կաշտկանդվում եք։ Ընդհանրապես չի կաշտկանդվում հազարատ լինի, եթե կա հիմքեր Բայց ես ասում թող չլինի, բա մենք այնքան ենք ասում թող լինի, որ լինում է ու 34-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատությամբ։ Ու ընդհանրապես ոչ մեկ սահմանափակված չի, ինչ ուզում գրում են, ոնց ուզում գրում են մեծ հաշվով։ Վատա որ վիրավորանք ատելության խոսք բան են արտադրվում, վատա ցանկացած կողմից էլ էս կոնկրետ մի ուղղության վրա չասեմ։ Ցանկացած մամուլ եթե ատելության խոսք ու վիրավորանք ու մնացած արտադրվում, դա շատ վատ է։ Շատ վատ է, եթե լրագրողների նկատմամբ բանույն լինում, շատ վատ է, երբ որ լրագրողների նկատմամբ վերբալ կամ ֆիզիկական բռնություն է լինում։ Դուք որ ասում եք 500 լրատվամիջոց են բացել, որ պաշտպանեն իրենց այդ Այսինքն ինչով այդ 5-ը թող 500 այսինքն ներողություն հարցը տամ այսինքն այդ 500 այսպես ասած բացված լրատվամիջոցները գրում են ոչ Քոչարյանի գույքը օրինական է եւ իրավապահ համակարգը դրանից կաշկանդվում է Շատ լավ հարց եք տալիս ոչ իրավապահ համակարգը չէին Հայաստան իրանք չունեն գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունեն։ Պարոն Ալեքսանյան, դուք երեք մի սենսացիոն հայտարարություն եք արել ազգային ժողովում։ Ասել եք Լևոն Քոչարյանը ԱԱԾ-ականին ուղարկել է ինչ-որ մարդու աղջկապա էական չէ։ Ժողովուրդ ջան, այդ պատմությունը այնքան հայտնի պատմություն է Երևանում։ Ես առաջին անգամ։ Դե, ժողովուրդ ջան, այս ուրեմն շատ բան է, այն որ ասում են հասարակության 90%-ը սրա մասին գիտի, ուրեմն այստեղ հավաքված է հասարակության 10%-ը։ Մեզ դիտող բոլորը, ինձ թվում է հատկապես իմ տարիքի տղաները, տղամարդիկ, իրանք շատ լավ գիտեն այդ պատմությունը։ Դե չիմացողների համար, չիմացողները վստահ են, որ ուզենան իմանան, բայց ինձ կներեք մենք